Փաշինյանն ասում է, որ եթե քաղաքացին աղքատ է, դա իր խնդիրն է, ով է ասել, որ իր աղքատության պատասխանատուն մենք ենք, կառավարությունը էլ դարդ չունի, ճիշտ է ասում։ Չէ, ինչի է իր խելքից, որ այդքան քիչ են տվել թոշակ քաղաքացին ինչ անա, ժամանակին աշխատել է, այդքան ա եղել, էդ է։ Պետությունը քաղաքացու պաշտպան է, պետությունը պետք է իր երկրի քաղաքացուն լավ նայի։ Այո, որ վախտին ընտրեցինք ոչնչության, այսօր բերեց հասցրեց այսօրվան։ Աղքատ քաղաքացի չէր լինի Հայաստանում, եթե նման վարչապետ, նման ղեկավարություն չունենար։ Էնի մտածում է իր մասին, ԿՊ-ի մասին, ԿՊ-ի մանգլավիկների մասին, Ալան Թալանի մասին, որտեղից ինչ թալանա, որ ժողովրդին նեղության մեջ գցան մի բան էլ ավելի սեղմած ցեխի մեջ, այսպես կարելի ասել։ Ամեն դեպքում չեմ կարծում, որ այդպես է։ Մարդը աղքատ ապրում իշխանությունից։ Իշխանությունները որ լավ են, մարդը աղքատ չի ապրի։ Իսկ որ ասում է կառավարության հոգսը չի, որ մարդը աղքատ է։ Դա դե սխալ երևի իմ կարծիքով սխալ է։ Այդ արտահայտությունը չպետք է անի։ Ամեն ինչ գումարած, մեկ իր խելքից, մեկ մյուսի խելքից ինչ իմանաս։ Աղքատ քաղաքացին կառավարության հոգսը չի։ Բա ինչա, բա ումն է։ Շատ սխալ բան ասում։ Մարդուն թե հնարավորություն ունի որ աշխատի, հարստանա։ Բա ում հոգսն է։ Աղքատությունը այս կառավարությունից է գալիս։ Բա ում հոգսն է։ Ում հոգսն է։ Եթե իրանց հոգսը չի։ Հայաստանի Հանրապետության ամեն քաղաքացին է կառավարության հոգսը։ Կառավարությունը ամենացածր դասից մինչև ամենաբարձր դասը ու ոլորտային էլ նաև աշխարհի կյանքով ապրող մարդկանց կառավարությունն է, հոգևոր կյանքով ապրող մարդկանց կառավարությունն է։ Այսօր ասում են, չէ, քահանան ինչ գործ ունի, դա քաղաքական ինչ-որ պրոցեսներին մասնակցի, ինչ գործ ունի քահանան, դա միտինգին մասնակցի, ինչի քահանան այս ժողովրդի մի մասնիկն է, հասարակության մի անդամ է, այդ կառավարությունը բոլորի մասին պիտի մտածի։ Համընդհանուր ինչ-որ արտահայտություն անելը չեմ կարծում, որ տեղին է, մեր ժողովուրդը ուղղակի պետք է ժողովրդին հատիկ բացատրենք, ներկայացնենք ինչ իրավիճակ է, բայց նաև մեղք չգործելու համար ասեմ, որ մենք լուրջ կրթական խնդիր ունենք։ Մեր հասարակության մեջ լուրջ կրթական խնդիր կա, քաղաքացիական հասարակություն ձևավորելու խնդիր կա, որտեղ մեր հասարակությունը այսօր չի տարբերում կոպիտ ասած ճիշտ ինֆորմացիան սխալ ինֆորմացիայից։ Իշխանությունները ֆեյքերի միջոցով հասարակ ժողովրդին կարողանում են մոլորեցնել։ Այդ մի բանը իրանց մոտ շատ լավ ստացվում է։